1992 թվականի դեկտեմբերը սկսվեց Աղդամում տեղակայված հեռահար հրետանու կողմից Ասկերանի, Խանաբադի և Ստեփանակերտի հրետակոծությամբ։ Զուգահեռաբար Ադրբեջանի օդուժը ռմբակոծում էր Հայաստանի և Արցախի բնակավայրերը։ Դեկտեմբերի սկզբին կատաղի մարտեր էին ընթանում Մարտակերտի Չլդրան և Լաչինի Տիգիկ գյուղերի մատույցներում։ Հայկական ուժերին հաջողվում է ազատագրել Տիգիկը։ 55 տարեկան մարդ նվիրված իմ հայ ժողովրդին, Իմ կյանքը չեմ խնայեմ, տեսեք ինչեր եմ անում, ում համար, ձեր համար, որ ձեր ոտը մի հատ փուշ չմտնի, իմ երեխեքն եք, չեմ ուզում, որ հանգարցակի, են թուրքի թշնամու, են փուշը, որ ձեր ոտը մտնի, մինչև որ թուրքի հերը չանիքեն, մտնեք սեն, դուրնը, որ մեզ թորները ուր խնան, ժամանակին ասեն, մարատ է թիշվի, միշտ անգապսած, Օրհասական էր սոցիալ-տնտեսական վիճակը, շրջափակման մեջ գտնվող Հայաստանը վառելիքի և սննդի չափազանց լուրջ խնդիրներ ուներ։ Վառելիքի բացակայության պատճառով դեկտեմբերի սկզբին դպրոցներում հայտարարվում է եռամսյա արձակուրդ։ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը հայտարարում է, որ հասնելու են նրան, որ իր հայ գործընկերը ոտքով գնա աշխատանքի։ Ֆիզուլիից հրետակոծվում էին Մարտունու գյուղերը, Էդիլուն և Մաչկալաշենը։ Դեկտեմբերի 6-ին հաջողվում է ադրբեջանական ինքնաթիռ խփել Մարտունիում, Վանք գյուղի մերձակայքում էլ ադրբեջանական ուղղաթիռ։ Ադրբեջանցիները երկու խոշոր հարձակում են ձեռնարկում Հայաստանի բնակավայրերի դեմ։ Առաջինը փորձում են գրավել Ճամբարակի հայկական գյուղերը, ապա Զանգելանից փորձում են Կապանի ուղղությամբ վերահսկողության տակ վերցնել Ագարակ Եղվարդ գիծը։ Երկու ուղղությամբ էլ հակառակորդը հետ է շպրտվում։ Սկսվում է հակահարձակում Զանգելանի և Կուբատլուի ուղղությամբ, ադրբեջանցիները մոտ 10 գյուղ են կորցնում։ Տղաները այսպես են գտնում, հրամանատարության հետ մեկտեղ, եթե ուրեմն ռազմաճակատ ես գծում, մենք ոնց որ պետք նա ջարդ չտեսին թշնամուն, մեր հետագա գործերը շատ վատ կլինի, դրա համար ոչ մի տենց շահագրգռվածություն չկա, էլի բացի այրենասիրությունից, որ ասենք չգիտեմ նիվա, դե մենք մեր սալդատներն ասում են նիվա տանք են կիրոաբան։ Կատաղի մարտեր են ընթանում նաև Լաչինում, հրետակոծվում ու ռմբակոծվում են Ստեփանակերտը, Շոշը, Ասկերանը, Հադրութը, Մարտունին, Ճարտարը, ինչպես նաև Ճամբարակը, Գորիսը, Կապանը, Տավուշը։ Գորիսում հաջողվում է ադրբեջանական ինքնաթիռ խփել։ Արցախի պետական լրատվական գործակալությունը տվյալներ է հրապարակում, ըստ որոնց հանրապետության բնակչության չափահաս տղամարդկանց 70%-ը գտնվում է ռազմաճակատում։ Հայաստանում շարունակվում է հումանիտար ճգնաժամը։